Կանանց ուժի ու տաղանդի տոն ցուցահանդես, ելույթներ, նորարար գաղափարներ ու քննարկումներ եւ դրանց բոլորի կենտրոնում կանայք են։ Վուց կենտրոնում կայացավ Հայաստանում կանանց եւ նորարարության ամենամեծ համաժողովը Ֆեմինոն։ Մենք 4-րդ անգամ տոն ենք բերում Երևան, տոն, որը կանանց եւ նորարարության շուրջ է։ Սա ամենակարևոր բանն է, որ անում ենք եւ արդեն 4-րդ անգամ մենք կարողանում ենք աշխարհի հետ խոսել այն մասին, որ Հայաստանում կանայք շատ մեծ ներուժ ունեն եւ որ նորարարությունը ոչ աշխարհագրություն, ոչ էլ սեր չի ճանաչում։ Մենք շատ ուրախ ենք նորից հյուրընկալել անհատների արտերկրից, Սփյուռքից ու Հայաստանից եւ կարողանալ միասին ստեղծել տոն մեր հասարակության համար։ Ֆեմինո 25 գաղափարների եւ ոգեշնչման համադրություններ, գլոբալ տեխնոլոգիական փոփոխությունները իրենց տեղն են գտնում Ֆեմինոյում։ Արդեն 4-րդ անգամ անցկացվող համաժողովը ուժի, նորարարության ու ազդեցության մասին էր։ Այս տարի մեր կոնֆերանսի թեման է Power Now, Innovation Impact Her, այսինքն ուժը հիմա, ինչի մասին է նորարարությունը, ազդեցությունը եւ կնոջ կողմից ստեղծված արդյունքը։ Բնականաբար արհեստական բանականությունը շատ մեծ տեղ ունի, գրեթե բոլոր քննարկումներում, գրեթե բոլոր ելույթներում։ Ես շատ ուրախ եմ, որ տարբեր կողմերից տարբեր դիրքորոշումներով ենք նայելու ինչպես է մեր ապագան փոխում արհեստական բանականությունը, ինչպես է կանանց վրա ազդում, ինչպես է ստեղծագործականության կամ մեդիայի վրա ազդում արհեստական բանականությունը։ Այս բոլոր թեմաները մեր ուշադրության կենտրոնում են այս տարի Ֆեմինոյի ժամանակ։ Մենք ներկայացնում ենք այն կին գիտնականներին, որոնց գործունեությունը ժամանակին ճիշտ չի գնահատվել կամ թերարժևորվել է։ Մենք որոշեցինք նրանց մասին պատմել, ստեղծել է ոդքասթի շարքարեստական բանականությամբ, որը տեղադրել ենք մեր կայքերով։ STEM խթանման մրցանակաբաշխության այս տարվա մասնակից երիտասարդ աղջիկները Երևանից ու տարբեր մարզերից Ֆեմինոյի բացման բեմում ներկայացրին իրենց գաղափարները։ Ֆեմինոն հատուկ կարևորություն է տալիս նրանց մասնակցությանը որպես Հայաստանի նորարարական ապագան կերտողներ։ Այսօրվա կոնֆերանսը շատ լավ հնարավորություն էր նաև այս հարթակում ներկայացնելու մեր կատարած աշխատանքը, մեր անցած ընթացքն ու ճանապարհը ու ինչու ոչ նաև ծանոթանալու լիքը այլ լավ աշխատանքների ու ձեռք բերելու շատ լավ կապեր։ Այսօր կոնֆերանսի ժամանակ STEM-ի աղջիկներից հավաքվել են այն աղջիկները, ում նախագծերը հաղթեցին, ճանաչվեցին ամենա։ Այսօր մենք եւս մեկ անգամ հնարավորություն ունենք մեր ծրագիրը ներկայացնելու արդեն ավելի լայն լսարանի առջև։ Ֆեմինոյի մի շարք ծրագրերի եմ մասնակցել, բայց կոնկրետ STEM խթանման մրցանակաբաշխությանը երկրորդ տարին է, որ մասնակցում եմ։ Նախորդ տարի նույնպես կոնֆերանսին մասնակցեցի, ու այս տարի կոնֆերանսին եկա հենց նախորդ տարվա թե մրցանակաբաշխությունից, թե կոնֆերանսի տպավորություններից։ Ես եմ մասնակցում Ֆեմինոյի բազմաթիվ ծրագրերի դեռևս 13 տարեկանից ու ինձ շատ է հետաքրքրում նամանավանդ STEM խթանման մրցանակաբաշխությունը, բայց այսօր կոնֆերանսի ժամանակ մենք ներկայացնելու ենք նաև մասնագիտությունները դեր առանց բայցերի ծրագրի մասին ու ներկայացնելու ենք իր առաքելությունը, թե ինչ նպատակ ունենք նկարելու ու նաև ներկայացնելու ենք մեր ռիլի գաղափարները, որով արդեն կկոտրենք մասնագիտությունների ու խնամքի դերերի վերաբերյալ շատ կարծրատիպեր։ Չնայած տեխնոլոգիական ոլորտում կանանց մասնակցությունն աճում է, բազմաթիվ համակարգային խնդիրներ դեռ մնում են չլուծված։ Իսկ հենց այդ մարտահրավերներին արձագանքելու եւ իրավիճակը փոխելու համար էլ ստեղծվեց Ֆեմինոն, որն էլ շարունակում է իր առաքելությունը։ Ես հաճախ ասում եմ, որ ես շատ ուրախ կլինեի ուրիշ գործով զբաղվել, որովհետեւ պատճառը թե ինչու ենք մենք Ֆեմինո անում, կանանց առանձնացնում, կանանց շուրջ խոսակցություններն առանձնացնում, կա դրա համար հիմք եւ պատճառ։ Եթե չլինեն այդ պատճառները, մենք ուրիշ գործերով կզբաղվենք ես ինքս անձամբ։ Քանի դեռ Հայաստանում եւ ամբողջ աշխարհում, այստեղ հանգիստ կարող ենք ասել, որ կանայք չունեն հավասար հնարավորություններ, չունեն հավասար խոսելու տարածքներ, ժամանակ եւ բոլոր անհավասարությունները հաշվի առնելով մենք շարունակելու ենք աշխատել այնքան, մինչեւ մեր աշխատանքի ու մեր նման կազմակերպությունների աշխատանքի կարիքը չլինի, խնդիրները ցավոք սրտի կան եւ վերջին տարիներին անգամ որոշ դեպքերում սրվում են հաշվի առնելով տարբեր մարտահրավերներ, որ աշխարհն է, տարբեր աշխարհաքաղաքական իրավիճակներ, որ նորից հետ ընթաց են բերում առաջին տած ապահովելու փոխարեն ցավոք։ 50-ից ավելի խոսնակ աշխարհի տարբեր երկրներից միջազգային եւ տեղական կին առաջնորդները ներկայացրին իրենց ամենատարբեր թեմաները, ոգեշնչելու իրենց գաղափարներով ու քննարկելու խնդիրները, որոնց բախվում են կանայք ամբողջ աշխարհում։ Հետաքրքիր գիտեք, ինձնա որ մենք կարծում ենք, որ Հայաստանում կանայք խնդիրներ ունեն, բայց ամբողջ աշխարհում նույնն է։ Ցավոք սրտի, ես շատ ուրախ եմ, որ Ֆեմինո կա
որը շատ մեծ լումա ունի այդ մոտեցումը փոխելու, որովհետև մենք երբ որ տեսնում եմ թե ինչքան ջահել կանայք աղջիկներ այստեղ sense ոգևորված վազում են, որ այս երևույթը տեղի ունենա, արդեն ցույց է տալիս, որ ապագան շատ հաջող է լինելու, մանավանդ ֆեմինո ապագան, հա։ Ընդհանրապես գլոբալ տնտեսությունում, հատկապես Հայաստանում, կանանց կողմից կազմակերպված, կանանց համար, կարելի ասել, կազմակերպված միջոցառումների կարևորությունը գնալով աճում է։ Մենք եւ խոսելու ենք խնամքի տնտեսության մասին ու դրանից ելնելով ինչի եմ կարևորում շատ կանանց հետ կապված միջոցառումներն ու կանանց մասնակցության միջոցառումները, որովհետեւ կանայք ոնց որ չեն երևում մեր տնտեսությունում, իրենք շատ գործ են անում, այդ ամբողջը չի հաշվարկում, այդ ամբողջը չի վճարվում։ Դրա համար այստեղ այնուամենայնիվ պետք է հավասարությունը նույնիսկ պահելով, հա, մարդու իրավունքների եւ ընդհանրապես գենդերային հավասարությունը պահելով հանդերձ պետք է մի փոքր ժամանակ հատկացնենք եւ կանանց վրա ավելի շատ ուշադրություն ներկայումս դնենք։ Արագ մենթորության հանդիպումներ, լուսանկարչական անկյուններ, նեթվորքինգ, բանախոսներ 3 բեմերում 3 լեզվով՝ հայերեն, անգլերեն ու երկլեզու։ Միջոցառման ամբողջ ընթացքում գործում էր նաև մինի ցուցահանդես, ներկայացնելով կանանց կողմից հիմնված կազմակերպություններ ու նախագծեր։ Ունենք Սլացք ծրագիրը, որ կանանց վերապատրաստման ու աջակցության ծրագիր է Արցախցի ու այդ ծրագրի շրջանակում մենք վերապատրաստում ենք տարբեր ոլորտի մասնագետների այս փուլը հաշվապահության փուլն է այս միջոցառմանն էլ մասնակցում ենք որպեսզի վերապատրաստում անցած մեր մասնակիցներին ուղղորդենք որպեսզի նրանք աշխատանք գտնեն։ Ուրախ եմ, որ Ֆեմինոն այդպիսի հնարավորություն է տրամադրում, լավ նեթվորքի հնարավորություն է։ Մոտ 1000 այցելու ու մասնակից Ֆեմինո 25-ին կիսվեցին գիտելիքներով ու գործնական փորձով, ստեղծելով տոն կանանց ու նորարարության մասին։